Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական վերլուծաբան պարոն Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ այժմին մեզ հետ եք։ Փորձենք հասկանալ ինչ է կատարվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում, պարզապես այսպես կարճ նախաբանով ներկայացնեմ, ադրբեջանական մամուլը տարածում է իրենց ներսում եւ իրենց ուրեմն հարթակներում տարածում է ինֆորմացիա, որ Հայաստանը հայ պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հարցազրույցում հարցոպատասխանի ժամանակ ասաց, որ այո, քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ ուժերի բացառումը, այո, քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից գանգատներից հրաժարումը, լրատվամիջոցները փորձում են հասկանալ արդյոք այդ ձևակերպումը Արարատ Միրզոյանի նշանակում է, որ արդեն կա որոշում հայկական կողմից այդ երկու կետերի մասով զիջել Ադրբեջանին, այո, քննարկում ենք ինչ է նշանակում, սա մի կողմից հիմա կդիտարկենք, եւ երկրորդը նույն Արարատ Միրզոյանը 2 օր առաջ ասաց, որ Թուրքիայի հետ շատ ինտենսիվ բանակցություններ են վարվում, խնդիրը դրված է, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ ուրեմն նորից հաստատեն, սահմանը բացեն, եւ մենք իմացանք, որ մի խումբ թուրք լրագրողներ եկան, հասան Հայաստան, ընդ որում որոշ ես դες չեմ ստուգել, չգիտեմ, եթե կա ստուգ ինֆորմացիա, հայկական կողմի ֆինանսավորմամբ եկել հասել են Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց են վերցրել, եւ այսպես հայ-ադրբեջանական, հայ-թուրքական դա միասին է պետք դիտարկել, առանձին է պետք դիտարկել, ինչ զարգացումների մասին կարող ենք այս պահին խոսել։ Սկսենք վերջին մասից, հետո կանդրադառնամ սկզբին հարցերի։ Ուրեմն իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան միասին են եւ իրենց հարաբերությունները այնպեսին են եւ իրենց դաշնակցային վերաբերմունքը ընդհանուր Հայաստանին եւ Հարավային Կովկասին նման է, մոտ է ամենայն դեպս։ Երկու երկրները նույնիսկ խոսում են ինտեգրացիայի մասին եւ բնական է, որ պետք է դիտարկել միասին։ Սակայն կա այսպեսի մի մտայնություն Հայաստանում, ես նույնիսկ պատրաստ չեմ դա քննադատել կամ գովել այդ մոտեցումը, բայց այն կա, որ հնարավորության դեպքում դիվանագիտական միջոցներով կարելի է որքան հնարավոր է տարանջատել իրենց իրարից, այսինքն որպեսզի Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ 100%-անոց կախման մեջ չլինի Ադրբեջանից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից, այլ ինչ որ ինքնուրույն բնույթ կրի։ Կա այդպիսի մտայնություն, այդ մտայնությունը Հայաստանում հայտնի է 90-ական թվականներից, մոռացված չէ, փորձեր եղել են անընդհատ, որպես կանոն վերջում տապալվել են, եթե տապալված չլինեին, հիմա սահմանը բաց կլիներ եւ այլն եւ այլն։ Մենք ունենք ինչ որ ունենք։ Բայց այդ այսպես ցանկությունը, այդ միտումը եւ այդ միջոցը Հայաստանի շուրջ իրավիճակը մի քիչ մեղմացնելու ինքը շրջանառվում է եւ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ հնարավոր է ինչ որ ջանքերով օգտվելով, որ Թուրքիա եւ Ադրբեջանի միջև տարաձայնությունները մի քիչ ավելի այսօր շատ են, քան 3 եւ դա կապված է նաեւ օբյեկտիվ բաների հետ, օրինակ Իսրայել պետության պահվածքի եւ դրա վերաբերմունքի, Ռուսաստանի պահվածքի եւ Ռուսաստանի վերաբերմունքի, Եվրոպական միության հետ մերձենալ կամ չմերձենալու հարցերում կան տարաձայնություններ, ուրեմն ինչու՞ չէ, կարելի է օգտվել դրանից եւ մտնել այդ հարաբերությունների մեջ եւ Թուրքիայից ստանալ այն ինչ թուրքերը բանի նման, խաղալիքի նման կամ այսպես կոնֆետի նման քթի առաջ մեր տանում են, անդադ ստանում են տարբեր զիջումներ, բայց ինչպես փակ է այդ սահմանը, այնպես էլ փակ է։ Ըստ որում սահմանը պետք է բացվի, այսինքն պետք է որն է, ոչ թե մենք ենք ասում, ես եւ դուք որ պետք է բացվի, այլ բացվելու է։ Բայց անհրաժեշտություն չկա դրա համար տալ այն գինը, որ Թուրքիան ուզում է, որտեղ բացվելու է շատ ավելի օբյեկտիվ պատճառներով։ Բայց ինչևէ, այդ գործընթացը գնում է եւ հիմա կայլիստները ասում են, որ տեսեք, մենք կարողացանք օգտվել այդ պատուհանից, որ բացվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, եւ Թուրքիայի հետ առանձին ինտենսիվ աշխատում ենք։ Հնարավոր է, որ Էրդողանը հերթական անգամ խոսք է տվել, որ սահմանը բացելու է։
մենք վերջի քայլը, որ հետաքրքիր Հայաստանը արեց, որպեսի հերթական անգամ փորձի գոհացնել Թուրքիային, դա Պաղեստինի ճանաչումներ, եթե հիշում եք, այդտեղ նույնպես Անդրկուլիսյան բացատրությունը, որ դա ուզում է Թուրքիան, իսկ մենք էս կբացի սահմանը, արդեն ինչքան է անցել։ Մենք այնտեղ ենք, որտեղ գտնվում ենք, մենք Ամերիկայի համար այն երկրների ցուցակում ենք, որ Պաղեստինը ճանաչել է, չնայած ես գիտեք հայտնի կոմունակիցներից եմ երկու պետության լուծման, բայց բեռը տեղից չի շարժում, ինչպես սահմանը փակ էր, այնպես էլ փակ է։ Ուրեմն սա է, ինչու է Հայաստանը սկսել արդեն բաց հայտ կերպով շեշտել, ինչու է նա առանձին Թուրքիայի հետ բանակցում եւ առանձին Ադրբեջանի։ Հիմա ինչ վերաբերում է լրագրողներին, երբ որ դու ինչ-որ մի բան, ինչ-որ հասարակության մեջ ուզում ես PR-ես, դու քո վրա ես վեցնում, այսպես ասած, եւ ծախսերը եւ ջանքերը բոլոր։ Նշանակում է Հայաստանը այդ գործընթացի շրջանակներում ըստ Փաշինյանի ասելիք ունի հասարակությանը Թուրքիայի եւ վերնախավերին, վերնախավին, ինչ-որ ասելիք ունի, որ կուզեր որ հրապարակվի, որտեղ եթե լրագրողը եկի ասել է Երևան հարց է տվել, գոնե իր թերթում դրա հարցու պատասխանը կգրեն, չէ՞, կամ եթե հեռուստաընկերություն է կամ էլեկտրոնային, չգիտեմ, անպայման կարվի, դա ձև է, ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ինքը ինչ-որ ասելիք ունի, որ լսող է պետք, իրենց ասելիքին Թուրքիան պետք է լսող, որ այն խողովակները, որով ինֆորմացիա է հասցվում թուրք հասարակությանը, դա բավարար չէ։ Իմ կարծիքով դա այն է, որ մենք վտանգ ձեզ չենք ներկայացնում, մենք ենք թուրքերին համոզում, որ մենք ձեզ վտանգ չենք, այսինքն դուք նայել եք թե մոտավորապես ինչ ասում, բանը վտանգ չենք ներկայացնում, ինչ եղել է անցյալում, իրական Հայաստան, Խաչմերուկ եւ այլն, սահմանը բաց եք։ Այսինքն որ հանրությունը չընդդիմանա հնարավոր բացմանը այդ սահմանի։ Այսա շատ հետաքրքիր է, ասեք, որ հանրությունը չընդդիմանա, որ երկրի հանրությունը Թուրքիայի։ Եթե խոսքը լիներ մեր մասին, ինքը դե մեր գլուխը լվանում է, մերթ ինչ-որ բաներ է ասում, ասուլիսներ եւ այլն, ճառեր, հոդվածներ, սոցիալական մեդիայում տարբեր ստատուսներ է գրում, չէ, ինքը մեր հետ շփվում է այդպես։ Խոսքը Թուրքիայի, որովհետեւ նայեք այն տեղերը, որտեղ ասենք քրդաբնակ է կամ ազգայնական ուժերը շատ ուժեղ չեն, իրենք դեմել չեն, ընդհակառակը, օրինակ Կարսում միտում կա, որ տեղացիները գտնում են, որ իսկ այդ շրջանները ամենահետամնաց, ամենաբացի թողի շրջաններն են Թուրքիայի, որ իրենք նույնիսկ ինչ-որ ծաղկում կապրեն տնտեսական, շատ մեծ այսպեսի սպասումներ կան, բայց կա ազգայնական, հատկապես թուրք ազգայնական այսպեսի միտում, որ այդ հայերը թշնամական ժողովուրդ են, այսօր սահմանը բացենք, վաղը չգիտենք ինչ կլինի։ Հիմա պարզապես որպեսզի հայ-թուրքական այդ հատվածից սկսեցիք, վերջին իմ հարցը սրա հետ կապված, արդյոք հայ-թուրքական հարաբերությունները Արարատ Միրզոյանը համարում է, որ բանակցություններից հետո է պարզ լինելու, բացվում է սահմանը, թե ոչ, թուրքերի հետ բանակցություններից, թե այնուամենայնիվ հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակեցումից կարգավորումից է բխում այն փաստը կբացվի սահմանը, դիվանագիտական հարաբերություններ կլինեն Թուրքիայի հետ թե ոչ։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև այն հավելյալ զիջումները, ես պարզապես գտա, որ մենք Ադրբեջանի, հայ-ադրբեջանական հարաբերությունից առանձին ենք խոսում։ Զիջումները հնարավոր է, որ կապված են այս Թուրքիայի պահանջներին։ Այսինքն այն, որ մենք ձեր հետ հիմա բանակցությունների մեջ ենք, դա չի նշանակում, որ դուք զիջումների չպետք է գնաք Ադրբեջան։ Եվ հիմա նայեք, դուք ասում եք դա զիջում է ինչ է, ես հարց տամ բոլորիս, տրամաբանական հարց։ Պայմանական կասենք 10 կետ։ Հայկական կողմը ասում է, որ 8-ի հարցում պայմանավորվել ենք, այ երկուսը տարբեր մոտեցումներ ունենք։ Եվ հայտնի են արդեն այդ հարցերը։ Մեկը դա Եվրամիության դիտորդներն են փաստորեն, եւ երկրորդը հայցերն են։ Մինչև վերջի օրը, մինչև 1 ամիս առաջ իրենք պնդում էին, որ այդ հարցերում մենք այլ մոտեցումներ ունենք։ Արարատ Միրզոյանը
մեր աչքի առաջ հայտարարում է, որ այդտեղ ենք զիջում։ Արդյոք այդ Մի վայրկյան, հայտարարությունը նշանակում է մի վայրկյան։ այո զիջում են։ Մի վայրկյան։ Եթե սկսել են քննարկել, ուրեմն զիջում են։ Կա զիջման երկու ձև։ Այո։ Հասնել միջանկյալ ինչ-որ լուծման եւ լիովին ընդունել հակառակ կողմի պահանջները։ Զիջման երկու ձև կա։ Այո։ Ես իհարկե չեմ կարող այստեղ նստած ասել, թե այդ որ տարբերակն է, առաջի թե երկրորդ։ Բայց որ, երբ որ դու ասում ես ոչ, ես շատ վատ օրինակ կբերեմ, որը մեզ պետք է մտահոգի։ Դա Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի պարագան է։ Ոչ, մեկ էլ մի օր կգանք ասել, մենք սկսել ենք քննարկել այդ հարցը։ Եվ արդեն պարզ է, որ ուրեմն 100%-անոց ոչ լինել չի կարող։ Ինչ որ ոչ չէ, ինչ որ մի ուրիշ բան է։ Ընդհուպ միջև ասենք Ադրբեջանի պահանջները կատարել կամ ինչ որ միջանկյալ լուծում, չէ՞։ Մենք ամբողջ քաղաքական ուժեր ունենք, որ ասում են նոյեմբերի 9-ի այդ հայտարարության վերջի կետը, դա հենց այդ միջանկյալ լուծումն է, արեք համաձայնվենք։ Չէ, դա էլ է միջանկյալ լուծում համարվում։ Հիմա նույնը կատարվում է այդ երկու հարցի շուրջ։ Հիմա ակնհայտ է, որ դա ապտակ է նախ Եվրոպային, որտեղ երբ որ դու փոսի մեջ էիր, դու այդ Եվրամիության դիտորդները ահռելի դեր կատարեցին Հայաստանի անվտանգությունը ապահովելու հարցում։ Եվ այստեղ իհարկե կան վարձու եւ ոչ վարձու բաներ հյուսիսային երկրի այսպես սազանդարներ, որոնք փորձում են նվաստացնել, ծաղրել այդ դերը եւ այլն, բայց այդ դերի կարեւորության մասին ամենալավ խոսում է եւ ագիտատորը Ալիևն իր այդ նողկանքը, ատելությունը եւ իրենց հանել ցույց է տալիս, թե իրենց դերը որն է։ Սա շատ կարեւոր է։ Կարեւոր է, որ ամեն անգամ երբ որ իրենք հայտարարում են, որ հայերը կրակել են եւ այլն, 100%-անից պատասխան է գալիս, որ ոչ այդպեսի բան չի եղել։ Ասենք գնահատեք, թե դա ինչ է։ Հիմա սա այս հարցում եւ հայցերը իրավական, ուրեմն ագրեսիվ պատերազմ չի եղել, էթնիկ զտում չի եղել։ Կոնֆլիկտ է եղել, վերջ, մոռացվել է ամեն ինչ, գնանք առաջ։ Սա է փաստորեն Հայաստանի դիրքորոշումը, եթե նա գնում է այդ հարցերը քննարկելուն։ Ադրբեջանի դիրքորոշումը ուրիշ է։ Ադրբեջանի դիրքորոշումը դուք ագրեսոր եք, դուք շովինիստ, իմպերիալիստ ժողովուրդ եք, անդադ խոսում եք տարածքային ինչ-որ ձեր մեծ պատմությունից եւ այլն, եւ դուք պետք է Դուք ֆաշիստ ռևանշիստ։ Այո, դուք պետք է դենացիֆիկացվեք։ Այստեղ էլ այնպես չի, որ համաձայն չի մեր կառավարությունը Փաշինյանի ցանկացած ելույթ վերջի 1 տարում վերցրեք դրեք այդ ուղղությամբ եւ ես կարող եմ ստորակնել ցույց տալ, որ դա այդ ադրբեջանական փաստորեն նարատիվների հրամցնումն է, լոկալիզացիան է հայ ժողովրդի համար, ոնց համոզել հայ ժողովրդին, որպեսզի նա դրան գնա։ Հիմա սա է խնդիրը, որ երբ որ դուք ասում եք, իսկ վերջնականապես չեն տվել, ես չեմ վիճում ձեր հետ, բայց որ սկսել են քննարկել, դա նշանակում է, որ դա արդեն ոչ չի։ Եթե մի բանը կատեգորիկ ոչ է, դու չես քննարկում։ Պարոն Հովհաննիսյան, եթե ես ճիշտ եմ հիշում, դուք էլ ինձ հուշեք, արդյոք մենք չենք հիշում այն ձևակերպումը, որ ասում են այն հատվածները, որոնք դելիմիտացիա կլինեն, դե չգիտես ինչ կլինեն, հա, դեմարկացիա դելիմիտացիա է արված սահմաններից հատվածներից դուրս կգան։ Դա չի նշանակում արդյոք, որ արդեն այդ ժամանակ նշանակում է, որ քննարկում կա եւ իրենց պայմանը հայկական կողմը արդեն այդ պայմաններ դրել։ Եթե այդ պայմաններ դրել, ուրեմն կար քննարկում։ Մենք ինքներս մեզ եկեք փորձենք ճիշտ հասկանալ։ Ես հարցը այն չէ, որ ես սրբագրում եմ եւ ասում եմ այդպես չէ։ Այո, դուք ճիշտ եք։ Դուք ասում եք, եթե կա քննարկում, Ուրեմն զրոյական տարբերակը չի կարող զրոյական տարբերակ արդյունք չի կարող լինել, բայց մենք արդյոք ես ճիշտ չեմ ասում, որ եթե ասում եք քննարկում, ճիշտ է, այնտեղ 1% կարող է հույս կա, որ դեռ ինչ որ պայման կարող է լինել, թե նշանակություն չունի, եթե կա քննարկում, եթե որևէ պայմանով համաձայնվում են, նշանակում է դա վատ է։ Տևելու է երկար տարիներ։ Դելիմիտացիան։ Եվ դա նորմալ է, նույնիսկ խաղաղ իրար հետ պատերազմական որևէ խնդիր չունեցող երկրների միջև դելիմիտացիան տևում է տարիներ։
Դա այդպես բարդ բան է, որովհետև այնտեղ կա աշխարհագրություն, պատմություն, քաղաքականություն, տեղական բնակչության խնդիրներ, լոգիստիկա, ճանապարհներ, ենթակառուցվածքներ Եվ կողմերն էլ հակված եւ ծախսեր։ Կողմերն էլ հակված չեն ինտենսիվ արագ այդ հարցը լուծելու, հակառակը հակված են ձգձգելու եւ Ես ասեմ, եթե նույնիսկ հակված լինեն դա տարիների արդյունք է։ Հա, ուրեմն հիմա եւ հաստատ ասեմ, որ այն չի ավարտվելու մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական ընտրություններ։ Եթե նույնիսկ դրանք ժամանակին 26 թվականին լինեն, ակնհայտ է, որ դելիմիտացիան չի կարող ավարտվել մինչեւ այդ տեխնիկապես եւ բոլոր ոչ մի տեսք։ Ուրեմն տեղ է թողվելու, ասելու, որ մենք համաձայնվել ենք, որպեսզի Ադրբեջանը գնար դելիմիտացիայի, բայց գիտեք, որ քանի որ այս դելիմիտացիան շատ երկար է տևելու, հա, մենք խորամանկ ենք։ Մենք ադրբեջանցիներին խաբեցինք եւ Եվրոմիության դիտորդները մնացին։ Եվ ես ուրիշ փաստարկ իրենց պահվածքի, որը ընտրություններին կարելի է խաղացնել եւ կորուստներ չունենալ, ընտրական կորուստներ, այսինքն քվեարկության, ես չեմ տեսնում։ Այսինքն իրենք պետք է դա ասեմ, դա է մեր խորամանկությունը, որ ասել ենք համաձայն ենք, բայց երբ որ դելիմիտացիան ավարտվի, այսինքն ամբողջապես կհեռանան, երբ որ ոչ մի մետր չմնա, չէ՞, դելիմիտացված, դա էլ բանն է։ Էշի գարնանը ես մի խոսքով, որպեսզի այս թեման մենք ավարտենք, ստացվում է, որ դուք եւս մտավախություն ունեք, որ այս ձևակերպումը Արարատ Միրզոյանի այո քննարկում ենք տրամաբանական է։ Այո քննարկում ենք այդ վեճերը զգանգատներից հրաժարումը, դա արդեն նշանակում է մեծ քայլ է արվում դեպի զիջում։ Նորից եմ կգնում, իրենք ասում են, որ 2 կետ կա, որտեղ մենք չենք համաձայն չենք։ Դե սա էին այդ։ Հիմա իրենք ասում են, որ փոխհամաձայնություն ենք փնտրում, ոչ թե մնացած 8-ի։ Հիշում եք նույնիսկ տարբերակ երևում, որ այն կետերը, որտեղ համաձայն չէ, արեք հանենք, փաստորեն կրճատ տարբերակը, հա, շորտ տարբերակը ստորագրենք։ Խոսակցություն կար։ Շարունակում է այդ աստիճան անհամատեղելի էին դիրքորոշումները։ Իսկ հիմա այդպեսի բան չի ասվում արդ։ Դրա համար էլ այսպեսի վստահորեն Արարատ Միրզոյանը ասում է, երկխոսություն կա, դինամիկ երկխոսություն կա Թուրքիայի հետ, այսինքն սրանք զուգահեռ ոնց որ թե գործընթացներ են, այստեղ կարծես թե գալիս են զիջման եւ ընդհանուր հայտարարի, դեռ հարց է խաղաղության պայմանագիր, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը համաձայնվում է խաղաղության պայմանագիր կնքելու, դրան հետևելու է դա։ Ալիևին այս իրավիճակը լիովին ձեռնտու է, ինքը իր ձեռքերը ազատ է պահում, անընդհատ մեր դիսկուսը քաղաքական բնականաբար իր շուրջ է եւ իր պահվածքի եւ իր հնարավոր գործողությունների, իր համար սա լավագույն տարբերակն է։ Միակ տարբերակը, որ եթե ընտրություններից, չգիտեմ, X շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ոչ չասեմ ոչ պաշտոնական, բայց ոչ բաց խողովակներով չհասցնի, որ առանց այդ թղթի մենք որևէ շանս չունենք մնալ իշխանության, որևէ շանս չունենք, իսկ դա այդպես է։ Նույնիսկ թղթով դա այդպես է, բայց առանց թղթ դա 100% այդպես է։ Ուրեմն մի բան արեք, եթե չեք ուզում կան, չգիտեմ, շովինիստ, կեղտոտ հայ նացիոնալիստները, որոնք, չգիտեմ, այն որ հեքիաթներ եք պատմում ռևանշ եւ այլն, այդ դրանք կգան, իսկապես դրանք կգան, հա, եւ լավ չի լինի, հա, կամ ֆրանսիացիները կզավթեն Հայաստանը եւ այստեղ բազաներ կբացեն, այդ կստանաք դուք։ Այլ ելք չի մնում իրենց համար այդ թուղթը դարձել է վերարտադրման գլխավոր նախապայման։ Պարոն Հովհաննիսյան, մի հարցել եմ ուզում այս առնչությամբ ձեզ հետ քննարկել։ Ինչ եք հասկանում, ինչ եք տեսնում, ինչին է ձգտում Ադրբեջանը այդ դատավարություններով։ Մենք դատավարությունները տեսնում ենք տրամաբանությունը։ Ըստ ձեզ
ուր է տանում, ինչ խնդիր է փորձում լուծել։ Այստեղ մարդիկ չեն խնդիրը, ճիշտ է, թող ներող լինեն, այո, այնտեղ կենթանի մարդիկ են նստած, բայց այդ մարդիկ գործիք են, կարծես թե Ադրբեջանի ձեռքում, ինչ գործիք են։ Բոլոր այն գործողությունները ապօրինի միջազգային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքի խախտման արդարացված էին, որտեղ մենք գործ ունենք տերորիստների, զինված սեպարատիստների հետ, սա մեկ։ Երկրորդը հայ ժողովուրդը սխալ է, պատմականորեն սխալ է, այն որ Փաշինյանն էլ այստեղ խանդդ պատմական Հայաստանի վրա հարձակումներ է գործում, փորձում է գործել, ինքը հայոց պատմությունը շատ մեծ է, ինքը շատ փոքր, համեմատած հայոց պատմությանը, հարձակումներ է գործում, դա էլ այնտեղ է, որ հայերը պատմականորեն սխալ ժողովուրդ են, սա երկրորդը եւ երրորդը, որ ցանկացած, եթե միջազգային հանրությունը գա եւ ասենք ինչ որ մի բանի համար մեզ մեղադրի կապված էս վերջի տարիների գործողության, ապա մենք ունենք ապացույցներ, որ դուք էլ շատ վատ բաներ եք արել։ Եվ կներեք ամենակարևորը՝ պահել հայերին նվաստացած, լարված, ծնկաչոք վիճակում։ Այն ֆրազան, որ ասել է Ալիևը, դա պարզապես բլթոց չի, որ ես չեմ թույլ տա, որ հայերը ծնկնից կանգնեն, վեր կենան ծնկներից։ Դա է նպատակը եւ դա երկարատև նպատակ է, դա էս մի շաբաթվա չի, մի ամսվա չի, խոսքը գնում է սերնդե սերունդ, այսինքն որ պայմանական իմ թորը դեռ գտնվի ծնկների վրա, եթե իրեն թողեն, որ գտնվի իհարկե ընդհանրապես որևէ տեղ, սա է պահվածքը Ալիևի եւ ակնհայտ է իրենք ոչինչ չեն թաքցնում, շատ անկեղծ են այդ հարցում եւ շատ ագրեսիվ։ Փաստորեն Արցախահայության իրավունքների հարցը դա այսպես մենք չկարողացանք եւ 2020 թվականի հետ կապված չկարողացանք, կարող ենք դա անել շատ հանգիստ, 23 թվականին, չասենք չկարողացանք, չուզեցինք։ Եվ այսօր էլ այդ է Հայաստանի Հանրապետության կառավարության գլխավոր գիծը այն է, որ եթե մենք որևէ պարտավորություն վերցնենք կապված Արցախահայության կամ Արցախի հետ, ամենափոքր, ամենանվազ, ամենասիմվոլիկ, ամենաոչինչ չպարտավորեցնող, ապա դա բերելու է կատաստրոֆիկ հետևանքների Հայաստանի համար։ Իրենք դա հավատում են դրան, իրենք դա իրագործում են։ Դրա համար կար բոլոր հնարավորությունները հասնել այդ արդյունքին, բայց նաև այս վերջի զիջումները, որը մենք խոսում ենք, ուղղված են դրան, որ նույնիսկ Ադրբեջանի մտքով չանցնի, որ Հայաստանը երբևէ բարձրացնելու է ինչ որ իրավունքների հարց կապված Արցախահայության հետ եւ Արցախի հետ։ Սա է դրա համար չասենք չկարողացանք։ Բանը, այսպես ասեմ, հանգամանքները շատ իշահմեզ էին այդ առումով։ Եվրոպայի դիրքորոշումը, առանձին երկրների դիրքորոշումը եւ այլն, միջազգային դատարանի դիրքորոշումը, իրավաբանական համայնքի դիրքորոշումը, բայց Հայաստանի Հանրապետությունը ընտրել է այդ քաղաքական գիծը։ Տեսեք, ես նույնիսկ չեմ ասում այն սխալ է թե ճիշտ է, բնականաբար ես գտնում եմ, որ սխալ է, բայց այն պաշտոնական է։ Եվ եթե քայլիցները վերարտադրվեն, նա մնալու է պաշտոնական գիծ։ Եվ ամենամեծ վտանգը դա է, ըստ երևույթին։ Այո, ամենամեծ վտանգը նա է, որ օրինական ազատ ընտրությունների պարագայում իրենք վերարտադրվել չեն կարող եւ իրենք գնան մեզ ծանոթ արդեն մեր նորագույն պատմությունից ծանոթ միջոցների իշխանությունը պահելու, այդ դա կլինի կատաստրոֆա։ Չէ, վտանգը այն է, որ Արցախի հայության իրավունքների հրաժարումը դառնում է արդեն քաղաքական ձեռագիր, քաղաքականություն։ Իսկ ինչ է, 21 թվականի ընտրությունները վերջացան, ինչ որ շաբաթներ, ամիսներ առաջ արդեն պաշտոնապես դա դարձավ անց։ Եվ ինչ ասում Փաշինյանն, ասում է մենք փորձեցինք, մենք խոսք էինք տվել 21 թվականի ընտրություններում։ Գնացինք այդ բոլոր հարցերի հետևից եւ հիմա գտանք, որ սա է ճիշտ։ Խորհրդարանի անդամ Գերմանիայի Եվրոխորհրդարանում ներկայացնող ուրեմն խորհրդարանի անդամ Ոմն Թոմաս Ֆյորլիխը
Նա կարծում է կներեք ազգանունը դժվար էր, կարդալ ինձ համար էլ անծանոթ մարդ է, որ հարավային Կովկասում կայունությունը բխում է Եվրամիության շահերից։ Մենք հիշում ենք այս Եվրոխարթայանում հայ բանտարկյալների վերաբերյալ բանաձև են քննարկում այժմ եւ տարբեր հետաքրքիր ելույթներ կան, լրատվամիջոցները լավ լուսաբանում են եւ տալիս են ձևակերպումները եւ այսպես այս ձևակերպումը առանձնացրեցի հարավային Կովկասում կայունությունը բխում է Եվրամիության շահից։ Սա առաջին կետն է եւ երկրորդը նա շարունակում է ասում է Ադրբեջանի հարձակման ժամանակ եւ Եվրամիությունը եւ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին ընդունում են որ Եվրամիությունը եւս եւ նա շարունակում է 100 հազարավոր հայեր ստիպված է եղել փախչել իսկ նրանցից ոմանք այսօր պատանդ են եւ այսպես Եվրախորհրդանում հայ բանտարկյալների վերաբերյալ բանաձև են փորձում ընդունել։ Դա ինչ որ ձևով օգնում է, ինչպես ասում են, դարման է։ Մեր խոսակցության ժամանակ եթե արդեն ընդունված չի, ապա կընդունվի հաստատ եւ փաստորեն բոլորը հրճակվում են ռազմագերիներ։ Այդ ձևակերպումը վերջին անգամ Հայաստանի ղեկավարությունից եք լսել։ Եվ նկատեք, որ Միրզոյանը Հնդկաստանում բողոք հայտնեց այդ դատավարությունից եւ այլն եւ գնահատականներ տվեց բավական սուր։ Այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Եվրոպարլամենտ մտնում է այդ ձևակերպումը։ Իսկ մինչև այդ դուք լսել եք Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնական ներկայացուցիչ վերջին 1 տարվա ընթացքում ասի որ դա կեղծ դատավարություն է, որ դա իրավունքների խախտում է եւ այլն։ Մի քիչ թեթև քննադատել են։ Այսինքն մենք սպասում ենք մեր փոխարեն ինչ որ այդ ձևակերպումները եթե մենք դա անենք, մեզ, չգիտեմ, թուրքերը գետնին կհավասարեցնեն, բայց եթե ուրիշները անում են, երկակի է վերաբերմունքը։ Մի մասը քայլիցները համարում են սադրանք, որ մեզ կռվածնում է թուրքերի դեմ, իսկ որոշ դեպքերում ասում են լավ էր, այս մեկը լավ էր, իրենք ասեցին, մենք չենք կարող, բայց իրենք ասեցին։ Հիմա դրա օգուտը, այդպիսի բանաձևերի օգուտը կամ գուցե նախ կոնկրետ մարդկանց համար օգուտը, որ շանս է տալիս, որ գոնե Ադրբեջանը ինչ որ մի առևտրի սկսի ոչ մեր հետ, գոնե Եվրոպայի հետ եւ այդ մարդիկ վերջապես դուրս գան։ Դե նա Եվրոպայի հետ առևտուրը մարդիկ են մեր հայրենակիցներն են, ասենք այդ ինչ բարձր օգուտը։ Երկրորդը, որ այդ նոր խոսում ենք թե ինչ դատավարությունը ինչ զենք է Ադրբեջանի ձեռքում։ Այդ մի թունավոր ատամը օծի բերանից հանելու շանս է տալիս։ Այդտեղ քննարկելու բան չկա, դրանց բացի օգուտից ոչ մի վնաս չի կարող լինել։ Ասենք բարձր որ պետք մարդիկ պետք է դուրս գան, ես նորից այստեղ կան բաներ կան, չէ՞, բան կան ջերմերանտ քայլիցներ կան էլի Ղարաբաղյան կլան, բան, այդ ռասիստական բաները սկսում են եւ այլն։ Եթե կոնկրետ անուն չեմ տալիս, քաղաքացի X-ը հայորդի մեղավոր է Հայաստանի Հանրապետության առջև, ուրեմն թող ինքը գա, նախ ռեաբիլիտացվի հոգեբանորեն, ֆիզիկապես եւ այլն եւ ամենաազատ նորմալ պայմաններում թող իր հանդեպ մեղադրանք ներկայացվի, դատական process, քննություն, ինչպես լինում է նորմալ իրավիճակում։ Այն ինչ որ կատարվում է Ադրբեջանում, դա նվաստացում է մարդկության համար, ոչ միայն ես որպես հայ եմ ասում, ցանկացած, ոնց ասեմ, սպիտակ քաղաքակրթության մարդու համար դա դատավարություն չի, դա խայտառակություն է։ Դա խայտառակություն է։ Դրա համար լավ է, որ ընդունում են, որ ասում են, եւ ամենակարևորը դա ոչ միայն ատամները Ադրբեջանի ատամները հանելու փորձ է, դա Փաշինյանի այդ ատամներին տրվելու գործընթացը մի կերպ խանգարելու փորձ է, որովհետև հասկանում են, որ այն տեմպերով, որ իրենք ուզում են մեր թուրքական միջավայրին տրվեն, չի ստացվում, բայց եթե հանկարծ ստացվեր, ապա Հայաստանը արդեն Եվրոպա չի լինի եւ որևէ մեկին այնտեղ հետաքրքիր չի լինի, ես ասում։ Հայաստանը Եվրոպա է, որովհետև Թուրքիա չէ, ոչ թե որովհետև հակա Թուրքիա է, ասում են, այ մեկ ուզում եք մեզ սարքել ֆորպոստ հիմարություն։ Հայաստանը ոչ մեկի ֆորպոստը չի եղել, իրականում չի լինելու։ Հարցը նա է, որ Հայաստանը Եվրոպա է թե ոչ։ Հայաստանը եւ Վրաստանը ինչալոց, այդպես է դրվում հարցը։ Եվ ես կարող եմ ցանկացած բանավեճում ապացուցել, որ Հայաստանը Եվրոպա է։
Ստորագրվել է Հայաստանի Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Համարվում է, որ ընդհանրապես Նիդերլանդների շատ վերլուծաբաններ ասում են, որ Նիդերլանդների համար այսպիսի հռչակագիր նրանք ամեն մեկի հետ չեն ստորագրում, սա շատ Եվ մի երկիր, որ ունի ստվար թյուրքական բնակչություն եւ այլն, բայց հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքները, դա երկրի շատ լուրջ է։ Նրանք նույնիսկ թյուրքական կուսակցություն ունեն։ Դենք, եթե չեմ սխալվում։ Ուրեմն որն է Հոլանդիայի կարևորությունը։ Եթե նույնիսկ չստորագրվել է ռազմավարական համաձայնությունը, ինչը շատ լավ է, որ ստորագրվել է փայլում է։ Ուրեմն ՆԱՏՕ-ի հիմնադիր երկիր են Նիդերլանդները։ Իմ չարոց իրենք պաշտոնապես խնդրել են իրենց Հոլանդիա չանվանել, այսպես մենք փորձենք հարգել Նիդերլանդի ժողովրդին եւ անվանել իրենց Նիդերլանդներ եւ նիդերլանդացի։ Հա, ուրեմն ՆԱՏՕ-ի հիմնադիր երկիր է, Եվրոպական միության հիմնադիր երկիր է, Բենիլուքսի մաս է, այսինքն դա Եվրոպական միությունը, Եվրոպական միության մեջ ավելի սերտ կապերով։ Այն ինչ որ մենք կարող ենք Վրաստանի հետ լինել։ Այսինքն կա մեծ Եվրոպական միություն եւ կա Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններ, որոնք կարող են լինել շատ հատուկ եւ շատ ավելի սերտ։ Դա երկիր է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական եւ այլն, այսպես ասենք համաեվրոպական հարցերում։ Դա երկիր է, որը մեծ ազդեցություն ունի Բելգիայում, որովհետեւ Բելգիայի բնակչության մի զգալի մասը նիդերլանդախոս է։ Հենց Բելգիայի սահմանադրության մեջ այդ լեզուն կոչվում է նիդերլանդերեն, ոչ թե ֆլամանդերեն։ Եվ այլն։ Այսինքն շատ կարևոր երկիր է եւ Հայաստանը պետք է կարողանա խոսալ 27 տարբեր եվրոպական միության երկրների հետ։ Միայն եվրոբյուրոկրատների հետ, այդ Եվրոպարլամենտ, կոմիսիա բան շփվելը, դա այդքան արդյունավետ չի։ Ազգային պետություններն են որոշում այդտեղ շատ ամեն ինչ։ Մի երկրի վետոն արդեն բան է, չէ՞, ինչ-որ բան է նշանակում։ Նշանակում է բոլորի հետ պետք է աշխատել, նույնիսկ Հունգարիայի հետ, իհարկե հաշվի առնելով Հունգարիայի սպეციფիկան, առանց շատ ոգևորվելու եւ տրվելու։ Հիմա այդ երկիրը, կարևոր երկիրը եկել է եւ մեր հետ ռազմավարական պայմանագիր է ստորագրում, հա, եւ մի բան էլ ավելացնեմ, հարևան Բելգիայում, որտեղ ինչպես ասեցի, նախ Բենիլուքս է եւ երկրորդն էլ այնտեղ կա հոլանդախոս, նիդերլանդախոս ստվար, նույնիսկ հիմա եթե չեմ սխալվում մեծամասնությունն է բնակչության, որոնք բան են անում, Բելգիայում կառավարող կուսակցության, կառավարող դաշինքի բլոկի կոալիցիայի նախընտրական ծրագրում, որը այնտեղ գրեթե օրենքի նշանակություն ունի, այսինքն դա հրապարակվում է ստորագրություններ են տակ եւ այլն։ Եվ ստվար փաստաթուղթ է դա մի էջի վրա չի։ Մի ամբողջ տարբերություն նվիրված է Հայաստանին եւ Վրաստանին։ Ոչ մի այլ երկրի, այսպես ասենք, Ինչու՞։ Դա նույն գծի շարունակությունն է, որի հետևում ակնհայտորեն կանգնած է Ֆրանսիան եւ կանգնած է ֆրանկո-գերմանական համաձայնությունը համատեղ ջանքերով աշխատել Վրաստանի եւ Հայաստանի եվրոինտեգրացիայի ուղղությամբ։ Գերմանիան իհարկե ավելի շատ պատասխանատվություն է վերցնում հումանիտար, տնտեսական շատ կարևոր։ Ֆրանսիան նաեւ այստեղ կա ռազմական կոմպոնենտ եւ այլն մշակութային։ Այստեղ շատ կարևոր է իմ չարոց այդ Բելգիայի այդ պայմանագրում, թե ես հոլանդերենից եմ թարգմանում, նիդերլանդերենից եմ թարգմանել Google Translate-ով բնականաբար չեմ տիրապետում այդ լեզվին, ոչ էլ ֆրանսերենին եմ տիրապետում։ Ցավոք այնտեղ խոսում էր, որ բացի խորը պատմական կապերից քաղաքակրթական, որ մենք ունենք Հայաստանի եւ Վրաստանի հետ, այսինքն դա ասում ես դու միայն մի դեպքում, որ դա Եվրոպա է։ Եվ երկրորդը այդ բարբերության մեջ կա խաղաղություն պետք է լինի կայունություն, ինչի մասին ասել այդ գերմանացի падգամավորը բառացիորեն կրկնում է, եւ Արցախահայության վերադարձը։ Եվ Արցախահայության վերադարձը լուծումը Արցախահայության վերադարձն է Արցախ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք բոլոր շանսերը մեծ հետաքրքրություն կա դեպի Հայաստան հյուսիսային Եվրոպայից, Բալտիկ երկրներից։ Մեծ հետաքրքրություն կա, մենք տեսանք այդ Բենիլուքս, Ֆրանսիա, Գերմանիա կարևորագույն երկրներից։ Մենք Լեհաստանից հետաքրքրություն կա, որովհետև պարոն Դուդան
բաց այդ բառացի ասել էր, որ առանց Վրաստան եւ Հայաստան չի պատկերացնում Եվրոպան։ Մեր համար խնդրահարույց երկրներ կան իհարկե Եվրոպայում, դրանց հետ էլ պետք է աշխատել, որ գոնե չեզոքացնել իրենց ջանքերը։ Օրինակ Հունգարիան հայտնի է, անունները հելել է, մենք անդադ Հունգարիա անուն ենք տալիս։ Առավել եւս որ հիմա կա կարևոր միտում, որ Եվրոպան դառնում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև ռազմաքաղաքական միավոր, որոշումը կայացված է, ոնց որ միշտ ասում են փողը արդեն առանձնացված է, որոշումը մոտ 1 տրիլիոն եվրոյի կարգի գումար, 1 տրիլիոն եվրոյի կարգի գումար, բացի եւ գումարներ ազգային բյուջեներից գումարած այդ 1 տրիլիոնին, հա, եւ այդ ռազմաքաղաքական նոր դաշինքը եվրոպական ՆԱՏՕ-ն, որը դառնալու է այսպես պաշտպանող ծածկը Եվրոպական միության համար, մեծ հավանականությամբ այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ չի ներառելու Հունգարիային, ինչը մեր համար շատ կարևոր է, որտեղ Հունգարիան իր վետոյով անդադ տեղ խանգարելու էր, եւ չի ներառում Թուրքիային։ Ստոպ։ Ինչու եք ասում, որ Թուրքիան չի ներառելու, որտեղից գիտեք, ինչու եք։ Որովհետև դա բաց է, այնտեղ ասված է, նայեք շտաբի պետերը հանդիպում են, այդ պետությունները, որոնք միանում են, արդեն հայտարարել են, որ միանում են։ Այնտեղ Թուրքիա չկա։ Թուրքիան ասել է, որ հետաքրքրված է միջանցք։ Այո։ Բայց ուր է, մասնակցում է աշխատանքներին։ Ինքը ես կարծում եմ Թուրքիան կունենա ինչ որ ասոցիացման դեր այդտեղ կունենա, նա վերջի Եվրամիության տեխնացու պաշտոնապես։ Դե համենայն դեպս հիմա էլ շատ ակտիվացրել է իր պահանջները դառնալու լիիրավ անդամ Եվրամիության։ Այո, բայց այս պահին ակնհայտ է, որ դա տարիների խնդիր է իր համար։ Իսկ ես համոզված եմ, որ այդ դաշինքը 3-4 տարուց արդեն լիարժեք է գործելու։ Դա ոչ թե պլաններ են, այլ երբ որ եվրոպացին փողը դնում է մի կողմ եւ ասում է սա փողը, սա ծրագրերը, ասենք Բելգիա դու սա պետք է անես, Հոլանդիա դու սա պետք է անես, Լեհաստան դու սա պետք է անես եւ այլն, դա արդեն բան է, մենք եվրոբյուրոկրատիայից բողոքում ենք, բայց դա ինչ որոշում ընդունելու process-ն է երկար։ Երբ որ որոշումները իշնորհիվ Թրամփի արագանում են, դրանց իրականացումը կլինի մեր աչքի առաջ։ Ես ձեզ ասում եմ 3-4 տարուց դա լինելու է արդեն գործող կառույց, ոչ թե ապագա, այլ ներկայի գործող կառույց։ Եվ Հունգարիայի այլ կերպ ցավոք կանոնադրությունը Եվրամիության հնարավորություն չի տալիս դուրս հանել Եվրոպական միությունից, դեռ չունեն այդ հնարավորությունը, բայց ոչ ոք իրենց չի խանգարում ստեղծել զուգահեռ ինչ-որ մի բան, եւ Հունգարիան պարզապես չհրավիրել։ Ինչը ակնհայտ է, որ այսօր պաստորեն Կալասի հայտարարությունը Էստոնու, որը հիմա ասենք այսպես արտգործնախարարն է, բանի Եվրամիության, որ մենք արդեն չենք կարող այդ Օրբանի պահվածքին էլ արդեն համբերություններս հատել է, վերջել չենք դիմանալ։ Դուք ասում եք Թրամփը ատում է, հարցազրույցներից մեկում ասել եք, Թրամփը ատում է Եվրամիությանը, թշնամի է համարում, ուզում է Եվրոպան ռուսական մուրճի տակ մնա, վախի մեջ պահի։ Ինչով է ըստ ձեզ պայմանավորված նման վերաբերմունքը Թրամփի։ Դե խորը հոգեբանական եւ այլն չխորանանք, զուտ քաղաքական տնտեսական, հա։ Նախ մարդը չի տակցնում։ Այդ արտահայտությունը մի ամեն ճարժ ասում է, Եվրոպական միությունը ստեղծվել է մեզ խաբելու համար։ Այդպես մենք ճշնամական կառույցի մասին կարող ենք խոսել։ Դուք կարող եք ասել Եվրոպական միությունը պարկեշ չէ առևտրային հարաբերություններում կամ բան, բայց երբ որ ասում ես ձեր ստեղծվել է արդեն ճշնամական քայլ էր, նշանակում դու ուզում ես, որ այդ process-ը գնա հետ եւ չլինի Եվրոպական միությունը։ Իրենք չեն էլ թաքցնում։ Վենսը իր հայտի Փարիզի եւ Մյունխենյան ճառերը դա ինչ էր, օրինակ Ռումինիայի մասը շատ հետաքրքիր էր։ Ասում է այո, պարզ է, որ դրսից է Ռումինիա, այդ Ջորջեսկոին սարքում էին, որ դարձնեն Ռումինիայի նախագահ, բայց դուք չպետք է դիմադրեք։ Որովհետև դուք պիտի այդպես հանգիստ լուծարվեք։ Դուք դիմադրելու իրավունք չունեք։ Դուք ձեզ դեմոկրատ եք անվանում։ Ճակերտավոր իհարկե այստեղ մեծ բոլոր հակադեմոկրատները իրենք այդպես են, չէ՞, բանանում ասում են։ Ուրեմն ասեք պիտի բան անես։ Լինես թուլակամ, թուլամորթ, թույլ, քեզ պետք է գան գրավեն։
Եվ հարցը ինչ է այլ ընտրանքը Եվրամիության դեմ է, ասում է որ պետք է դուրս գա Գերմանիան Եվրամիությունից։ Եվրոյից առաջնահերթ, հետո արդեն Եվրամիություն։ Ոնց եղավ որ Թրամփը, Վենսը եւ Մասկը հայտարարեցին որ այլ ընտրանքը պետք է հաղթի։ Ուրիշ այլ նպատակ կա, քան Եվրոպական միության լուծարումը կամ գոնե որպես առաջի փուլ Եվրոյի ոչնչացումը։ Հիմա կարելի ասել ինչու։ Ըստ գաղափարական աշխարհայացքային պա, որ այն ծայրեղ աճ որոշ դեպքերում ուղղակի նեոֆաշիստական խմբերը, որոնք Թրամփի շուրջ են պատտվում, իրենք դիտարկում են Եվրոպան որպես այդ լիբերալ եւ մարքսիստական վարակի տարածող։ Որ իրենք ամերիկացիները ադաթով տպավորություն է որ երևանցիներ են այդ բաներ էլի Երևանում ադաթով ընտանիք մեր համար ապրում ենք այդ կեղտոտ բաները հնարում են այդ բոլոր տրանսգենդեր բաներ սեռական փոքրացություններ հանդուրժողություն ներառականություն դրանք մերը չեն դրանք բոլորը բերված են այդ դրա համար մենք դրանցից պետք է որքան կարողանանք հեռանանք Երկրորդը պետք է այնպես անենք, որպեսզի իրենք այնքան թույլ լինեն, որպեսզի այդ գաղափարները չմտնեն մեր։ Դա գաղափարական կողմն է։ Իհարկե ես չեմ ասում, որ նա առաջնային է, բայց նա ակնհայտ է, դուք կարող եք մի քանի անուն տալ իրենց գլխավոր գաղափարախոսների, կարդալ իրենց հոդվածները, գրքերը բաց տեքստով այդ ամեն ինչը գրված։ Օրինակ բանանը, օրինակի համար, Յարվինը, բաց տեքստով։ Հիմա Երկրորդ մասը, արդեն կարևոր առաջնային տնտեսական մասը։ Ակնհայտ է, որ երբ որ Ամերիկան գնում է մեկուսացման ճանապարհով եւ ամբողջ աշխարհից իր ներկայությունը նվազեցնում է, ապա Չինաստանը եւ Եվրոպական միությունը այն երկու գլխավոր կենտրոններն են, որ դրանից կօգտվեն։ Որտեւ իրենք հզոր են եւ այլն կազմակերպված է, կա հիմք, կա հազար մի հարց կա։ Եվ դոլարի արժեքը աշխարհում ես այստեղ չսխալվասի դա նկարված թուղթ է, չէ, որտեղ դա Ամերիկան է հետևում կանգնած։ Ուրեմն եվրոն կարող է դառնալ շատ ավելի կայուն տարադրամ օրինակի համար, քան դոլարն է։ Ինչը պետք անել։ Ոչ թե չվարել են քաղաքականությունը, որ անում է Թրամփը, որտեղ իրենք գտնում են իրենք շատ ճիշտ քաղաքականություն են վարում։ Այլ հնարավոր մրցակիցներին է պետք է ծնկի իջեցնել։ Պետք է եվրո չլինի։ Պետք է եվրո չլինի։ Ոչ թե որ դոլարը մրցի եվրոյի հետ եւ ավելի ուժեղ լինի, իրենք չեն ուզում դա այդ մրցակցությունը իրենց բան չի։ Եվրո չի լինի, խնդիրը չի լինի, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը համատած առանձին Ֆրանսիայի, համատած առանձին Գերմանիայի, համատած առանձին Մեծ Բրիտանիայի եւ այլն ինքը հզոր է, մրցունակ է, բայց միասնական Եվրոպան դա արդեն հավասարների պայքար է դառնում։ Որոշ հարցերում Եվրոպան արժևում է, որոշ հարցերում Միացյալ Նահանգները։ Դրա համար տրամպիստները գտնում են, որ իրանք ոչ միայն պետք է Եվրոպայից հեռանան, այդ նաև սորքերը դուրս գան, ՆԱՏՕ-ի կառուցվածքները, ներկայությունը եւ այլն, soft power-ը կամաց պետք է դուրս գա։ Բայց Եվրոպական միությունը որպես միասնություն թողնելը շատ վտանգավոր է, որովհետեւ իրենք դուրս կգան, հետո 5 տարուց կպարզի, որ Եվրոպական միությունն է աշխարհի կենտրոնը, գեգեմոնը, բոլորը գալիս են դեպի Եվրոպա, չի կարելի դա թույլ տալ։ Իրենք այդպես են մտածում։ Դա իրենց արմատները ուրացած մարդիկ են, որոնք բոլորը Եվրոպայից են, իրենց արմատներով, ոմանք երկրորդ սերունդ ամերիկացի են կամ առաջի սերունդ ամերիկացի են, բայց մոլերանդորեն ատում են մայր հայրենիքը կոպիտ ասած, իրենց հայրենիքները եվրոպական։ Օրինակ Թրամփը, մենք գիտենք, որ գերմանա-շոտլանդական ծագում ունի, իր մայրը ծնվել է Շոտլանդիայում։ Հիմա երկրորդը լավ, իսկ ով մեզ կօգնի, որպեսզի մենք այդ եվրոպական միությունը լուծարենք։ Կա երկու դաշնակից։ Մեկը դա ներքին եվրոսկեպտիցիզմն է, ոչ թե պարզապես եվրոսկեպտիկ։ Մարդը իրավունք ունի լինել եվրոսկեպտիկ եւ չհավատալ այդ ամեն ինչին, այլ մեր կողմից ուղղորդվող։ Թրամփը, Մասկը բացահայտ կերպով փող է առաջարկում օրինակ Նայջելին Բրիտանիայում։ Այլընտրանքին աջակցություն է առաջարկում բոլոր նրանց, ով որ կպայքարի Եվրամիության դեմ, այսինքն ներքին դաշտ ստեղծել, դա ինձ հիշեցնում է Կոմինտեռնը, սովետական միության կողմից, ստեղծել մի հատ բան մասկինտեռն, որը կպայքարի միասնական Եվրոպայի դեմ եւ աջակցել եւ փող տալ, թե խոսքը գնում է աշխարհի ամենահարուստ մարդու մասին,
որը իր հիմարությունների պատճառով $50 միլիարդ է կորցրել է սորերին, բայց դեռ աշխարհի ամենահարուստ մարդն է, որպեսզի հասկանաք։ Ուրեմն եւ երկրորդը Ռուսաստանն է շատ կարևոր։ Ինչի է պետք ուկրաինացիներին ստիպել զիջել ռուսներին։ Ինչի պետք է խանգարել ոչնչացնել ծնկի իջացնել Ռուսաստանը։ Ինչի պետք է խանգարել, որպեսզի լուծարվի Ռուսաստանը եւ բաժանվի կտորների։ Եթե սկզբում կար մենակ մի նպատակ, որովհետեւ Չինաստանը դրանից կօգտվի եւ Թուրքիան, ապա Թրամփիստների մոտ մի նոր նպատակ է առաջացել։ Դա կլինի այն մահակը, այն բանը, որը կանգնած կլինի Եվրոպայի շեմին եւ անընդհատ վախ, այն ինչ որ Ադրբեջանը անում է մեզ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նպատակները այդ հարցում համընկնում են։ Այո, դա կնայդ է։ Ինչ է։ Եկեք այսպես ասենք, հա, որպես ինձ մենք ամերիկահայերը շատ ամ չնեղանան։ Դոնալդ Տրամփի եւ իր շրջապատի պատկերացումները համընկնում են Պուտինի պատկերացումների։ Շատ բարի, եւ այստեղից բխում է հաջորդ հարցը, ինչ է Ուկրաինան Թրամփի համար այդ դեպքում։ Ինչ է Ուկրաինան եվրոպացիների համար, ինչ է Ուկրաինան Թրամփի համար։ Այն է, ինչ որ Հայաստանն է ռուսների համար, այն ինչ որ պետք է տալ թուրք-ադրբեջանական տարներմին, որպեսի ինչ որ ստանալ արդյունքներ իրենց համար։ Ուկրաինական պատերազմի նախորդին։ Ուկրաինան դա այն բանն է, ապրանքն է, որը պետք է հանձնել ռուսներին, որպեսզի ստանալ ռուսների լոյալությունը եւ ռուսների ատելությունը, կռիվը, պայքարը ուղղված լինի բացառապես Եվրոպայի դեմ։ Սա բացի բարոյական կողմը մի կողմ թողենք, սա շատ վտանգավոր պլան է, որովհետև այդպես ասում էին արեք Հիտլերին բան անենք, գոհացնենք, կերցնենք, խմսնենք, ինչ ուզում է տանք, որ նա մեզ համար պայքարի սովետական միության եւ բոլշևիզմի դեմ։ Եվրոպան, ամբողջ Եվրոպան ասպատակեց։ Բոլորին ծնկի իջեցրեց, բացի 2-3 չեզոք երկրներից եւ Բրիտանիայի, որը հերոսաբար կարողացավ մենակ դիմանալ։ Հետո նոր հարձակվեց, հարձակվեց, բայց հետո նոր հարձակվեց սովետական միության վրա։ Այնպես որ նույնը այսօր Հիտլերին, այսօրվա Հիտլերին, Պուտինին, հա, ասում են չէ Պուտլեր։ Հիտլերին գոհացնելու այդ քաղաքականությունը Ամերիկայի եւ նրա դաշնակիցների համար, չգիտեմ, դրանք մնալու են աշխարհի 30 թե չէ, օրինակ Իսրայելը։ Հա, շատ վատ հետևանքներ է ունենալու։ Շատ վատ հետևանքներ է ունենալու։ Սա արկածախնդրական քաղաքականություն։ Ինչ է Ուկրաինան եվրոպացիների համար, Եվրոմիության եվրոպացիների համար։ Նախ Եվրոպայի։ Եվրոպայի համար։ Եվրոպայի համար Ուկրաինան Եվրոպա է։ Եվ եթե մենք հետ ենք գալիս եւ տեսնում ենք, որ Թրամփը ատում է Եվրոպան, նախ Եվրոպայի, երկրորդը պատնեշ է Հորդայից, Տափաստանից, այսինքն տվյալ դեպքում դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը ինքը եղել է պատնեշ Տափաստանից եւ Հորդաներից Եվրոպայի համար դարերով, բայց այսօր ինքն է դարձել Հորդա, այսինքն իրենից է պետք պաշտպանվել։ Եվ ուկրաինացիները կարող են դառնալ համաեվրոպական բանակի հալալ կեսը։ Զուտ քանակով պատրաստ են։ Իրենք պատրաստ են ունենալ ամենաուժեղ բանակը Եվրոպայում։ Եվ դա այն բանը, որ Ուկրաինան ոչ մեկում չի սպառնում, ոչ մեկի վրա չի արձակվում, եւ դա ուղղված է լինելու մի բանի վրա։ Թրամփը դա տեսնում է, ճիշտ է։ Իհարկե։ Թրամփը թույլ կտա, որ այդպես լինի։ Թրամփը հիմա եթե իր խոչընդոտի, իր թույլ տալով լիներ, հիմա նայում ենք, իրենք Գերմանիայում ընտրություններ էին սարքում, տեսանք արդյունքները։ Ասենք իրենք կանադացիներին ուզում էին, մտածում էին ինտելիգենտ բան կանադացիներ են, մի հատ բրկ կանեն, ծնկի կիչնեն բոլորը, հիմա բան է, հիմա կանադացիները այդ elbow up-ը ընկել են մեջտեղ եւ ասեն, որ կանադական նացիոնալիզմը այնքան արագ է աճում, որ դա կարող է նույնիսկ խնդրեմ դառնա։ Կարելի ասել, որ Ուկրաինայի հարցում Թրամփյան Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի մոտեցումները տարբերվում են, նպատակները իսկ դա ակնհայտ չի, որ տարբերվում են, այդ բոլոր երբ որ այդ հայտնի կռվից հետո Բրիտանիայում, Լոնդոնում միապետը, որը նաև Կանադայի միապետն է, միջալոց, իրեն ընդունում է որպես հերոս։ Երբ որ բանը ձեռքերն են համբիրում, տեսել եք այդ վետերանի կադրերը, Նորմանդիա օպերացիայի, հա, այդ
որ մտան Նորմանդիա բանը դաշնակիցները վետերան կա կենթանի 100 տարեկան է երբ որ Տրյուդոն չի ճանաչում Տրյուդոն ասում է ես սայլակով եմ մարդը 100 տարեկան է չգիտեմ ինչքան ես Կանադայի վարչապետ Տրյուդոն եմ գլխով է անում բա ես էլ ասում եմ ես Զելենսկին եմ ձեռքն է փորձում համբուրել դա հասկանում եք ինչ է եվրոպացու ընդհանրապես քաղաքակիրթ այդ աշխարհի համար ով է Զելենսկին հարցը դրանք դու կարող եք իրեն սիրել չսիրել հիշեք որ նկատակ երկակի դա ամիջը ծիծաղելի խոսակցություններ են որտեղ մի անեկդոտ կա, ես իհարկե այդ կոպիտ դա չեմ կարող ասել, անեկդոտ չի, ընդհանուր մի նախադասություն է, որ զվարճալի է, որ Կավենի թիմի կապիտանը ծնկի է իջեցնում FSB-ի փոխգնդապետին։ Հասկանում եք, նմանակում է արդեն նրա նմանակ, ինչքան ուզում է արամարեն, ծաղրեն։ Ամենայն դեպս Զելենսկին հիմա բանակցում է Թրամփի հետ, ոչ թե նույն, ասենք թե Մակրոնի, Զելենսկին Մակրոնի հետ բանակցելու ոչինչ չունի, իրեն կանչեցին, պայմանավորվեցին, ընդհանուր գծերը նշված են, ասենք ինչ բանակցես մեկի հետ, որը քո կողմից է, ասենք մենք ասենք չգիտեմ, ասենք բելարուսները ռուսների հետ բանակցում են, թե ինչպես պետք է Եվրոպային վերաբերել։ Այսինքն իդեմս Զելենսկուն ներողություն գուցե շատ սխալ է այս հարցը, բայց այդպես է տրամաբանությունը հուշում, որ հաջորդ քայլը, հաջորդ հարցը սա պետք է լինի։ Կարծում եք արդյոք, որ Թրամփը բանակցելով Զելենսկու հետ եւ Պուտինը, չգիտեմ, միջանկյալ միջնորդավորված բանակցելով Ուկրաինայի հետ, բանակցում են նաեւ եվրոպացիների հետ։ Իրենք ամեն ինչ արեցին, որ դա այդպես չլինի։ Պետք է կոնֆլիկտը հասկանալ, թե իբր թե Զելենսկին ոչ թե եվրոպացիները մասնակցում են բանակցությունների, այլ եվրոպացիները եւ Զելենսկին դա մեկ ես դա ուզում ասել։ Իրենք ամեն ինչ անում են, որ դա այդպես չլինի, որ Եվրոպային դուք պատկերացնեք պայմանավորվում են մի բան, որը բերելու է Եվրոպայի համար ծայրահեղ վատ հետևանքների, բայց Եվրոպան բնականաբար որպեսզի չկարողանա դիմադրել, մենք Ամերիկան ենք միայն, մենք կարող ենք, չէ՞, Թրամփը ասում էր, Պուտինը դե եւ դուք բանեք, կողմ եք կոնֆլիկտի եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն Եվ Զելենսկու գնալը եւ այդ կոնֆլիկտը իհարկե դեռ կային պատահական պահեր եւ պահի տակ ուներ մի նպատակ որ Եվրոպան եւ դա բազմիցս ասել է Մակրոնը, Ստարմերը եւ այլն առանց մեծ լուծում չի լինելու եւ արդեն ակնհայտ էր որ Էրիադում Զելենսկին այդ համաժողովներից, հանդիպումներից, տասնյակ այդ ղեկավարներ, որ եկել ձեռքը սեղմել են, արդեն պայմանավորությունները կան, ինքը բանակցում է իր եւ Եվրոպայի անունից։ Ամերիկան այլևս դաշնակից չէ, Եվրոպան է դաշնակից։ Հասկանալի։ Ինքը իր դաշնակիցների եւ իր անունից է։ Ամերիկան այսպես տեղավորվել է միջնորդի աթոռին, արբիտրի աթոռին։ Հա իբր։ Դա էլ է շատ կասկածելի, որովհետև այն հայտարարությունները, որ անում են ամերիկյան քաղաքական գործիչները եւ դիվանագետները, դրանք միակողմանի են եւ ուղղակի ճշնամական են Ուկրաինայի նկատմամբ։ Մի բան էլ ասեմ, շատ կարևոր էր բանավեճի ժամանակ նախընտրական Գերմանիայում վարչապետի տեխնացուները, այսինքն լիդերները կուսակցությունների բանավիճում են եւ Ագնես Վելդելը, որը այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության լիդերն է, ասաց, որ եթե մենք շատ օգնենք Ուկրաինային, Ռուսաստանը մեզ կդադարի դիտարկել որպես չեզոկոմ եւ միջնորդ։ Այո։ Ինչին? Ոչ թե սոցիալ-դեմոկրատը կանաչը Մերցը, որը դառնալու է կանցլեր շուտով, պատասխանեց, ասեց, իսկ ձեզ ով ասեց, որ մենք չեզոք ենք, մենք Ուկրաինայի դաշնակիցն ենք եւ Պուտինը մեր ճշտամին է։ Եվ հենց այդ բառերի համար, որ դուք ասեցիք, ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի դուք լինեք այս երկրի ղեկավարը։ Ամեն ինչ անելու եմ, որ ձեր նմանները Գերմանիայում չկառավարեն։ Դա անում է քրիստոնյա դեմոկրատը, նայեք, որը բան է։ Այսինքն ընդդիմության ներկայացուցիչը այդ պահին, որը հաղթեց ընտրություններում։ Հիմա հարցը որն է, որ Եվրոպան չեզոք լինել չի կարող իրեն թույլ տալ, որտեղ երբ որ ռուսական սապոգները անցնեն սահմանները եւ մտնեն Լեհաստան, մտնեն Ռումինիա, ինչ ակնհայտ է, դրա համար իրենք ուզում են այդտեղ իշխանապահություն անեն, դա բանն է, մտնեն Մոլդովա եւ շարունակեն որքան կարող են, իրենց հետ ունենալով արդեն այդ փորձը կա Ասիան, պայմանական Ասիան, մեծ առումով, հյուսիսային կորեացիները եւ այլն։
դա նույնն է, ինչ որ Վեննայի պատերի տակ կանգնեցրին թուրքական բանակը։ Հիմա հարց դուք այսպես հպանցիկ ոչ թե հեգնեցիք, այլ կասկածի տակ դրեցիք այդ ձևակերպումը, որ Միացյալ Նահանգները փաստոն չեզոք, ստացվում է, որ Եվրոպան չեզոք չէ, միջնորդ չի կարող լինել, Միացյալ Նահանգները իրենց դրսևորում են որպես չեզոք կողմ, եւ նրանք կարող են որոշել Ռուսաստանի եւ Զելենսկի գից Եվրոպայի փոխհարաբերությունները։ Տվյալ դեպքում զինադադարի մասին է խոսքը կամ չգիտեմ ինչի։ Վենսի պահվածքը, Վենսի խոսույթը, Թրամփի պահվածքը, Թրամփի խոսույթը, Մասկի պահվածքը, Մասկի խոսույթը, այստեղ ո՞րն է չեզոքություն։ Դուք երբևէ տեսել եք մի վերջի 5 տարում արտահայտություն, որ Իլոն Մասկը իրեն թույլ տա Պուտինի դեմ անձամբ կամ Ռուսաստանի դեմ։ Ներկայանում են որպես չեզոք, բայց դուք ասում եք, որ չեզոք չեն, այո։ Ինքը վիրավորում է անձամբ։ Եվ տեղում էլ եւ այս բանը ես ասել եմ այս սենատորը ամերիկյան Քելլին ճիշտ եմ ասում Քելլի ոնց որ դեմոկրատ որ եկավ Կիև մի քանի օր առաջ եւ նկարվեց ասաց որ մենք ուկրաինացի ժողովրդի հետ ենք ինչ է գրել իր այդ հրապարակման տակ X-ում Իլոն Մասկը անձամբ You are a traitor դու դավաճան ես Մարդը եկել է չեզոք է չէ եկել է Ուկրաինա իրեն կարելի ասել որ խանգարում ես բանակցություններին ինչ ես ասում վելել ինչ էր ասում որ մենք քո պատճառ դավաճան ես որովհետև եկել ես դավաճան թշնամական երկիր Մասկի համար Ուկրաինան վաղուց արդեն թշնամական երկիր է Թրամփի համար եւ Վենսի այլ խնդիր է որը մեծ խնդիր է Թրամփի համար որ հանրապետական կուսակցության մեծ մասի համար դեռ այդպես չի նույնիսկ դեմոկրատների մասին չեմ խոսում որ ինքը այդ հարցում նույնիսկ հանրապետականների շրջանում փոքրամասնություն է հարցումները կներեք ցույց են տալիս որ 63-ից 65% հանրապետականներին ձայն տվողների Ուկրաինան համարում են դաշնակից երկիր այսինքն դու պետք է կարողանաս փորձես գցել ինչ եք դուք ասում կանի հաշվի չառնելով Եվրոպայի եւ Կանադայի միասնական դիմադրությունը եւ բրիտանական ոչ համագործակցության Ավստրալիայով Նոր Զելանդիայով եւ այլն եւ քո ժողովրդի մոտավորապես 60-70%-ի կարծիքը դուք մտածում եք որ դա շատ հեշտ է անել հեշտ է կանեին Մենք գիտենք, որ այժմ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւ Ռուսաստանն են քննարկելու այն որոշումը, որը հաստատվել էր Զելենսկու հետ, հա, զինադադարի հետ կապված։ Չնայած Զելենսկու հետ հանդիպումից առաջ մենք հիշում ենք, որ Էրիադում Ռուսաստանի հետ արդեն բանակցություններ են գնացել։ Ինչպես եք պատկերացնում այս պարզապես երեցի ներկայացրեցի այն պահը, որ հիմա Միացյալ Նահանգները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ։ Ինչպես եք գնահատում այն Պուտինի ներողություն, Պուտինի որոշումը կամերաների առջև հանդես գալ զինվորական համազգեստով։ Կարծես թե վերջին շրջանում մենք այդ համազգեստը իր վրա չենք տեսել։ Այսինքն նախ զինադադար չի լինելու, երկրորդը դա պարզապես PR նմանակում է, որովհետև բոլոր դեպքերում իրանք որքան էլ ատելություն են փորձում տարածել եւ սերմանել Զելենսկու հանդեպ, այդ կերպարը գրավիչ է։ Կերպարը գրավիչ է։ Եվրոպայում համենայն դեպս դա շատ գրավիչ է։ Եվ ամերիկացիների Ինչ ասել է գրավիչ, փորձեմ հասկանալ։ Բան է, որ այ իսկական ղեկավարը այսպես է լինում։ Իր երկիրը պատերազմի մեջ է, ինքը չի հանում, կոստյում չի հագնում, իսեն տականք լրագրողը վիրավորեց իրեն։ Տեսեք ինչ են գրում ամերիկացիների, ես 3 կարծիքից 2-ը, որ դուք խայտարակեցիք Ամերիկան, բան եւ այլն եւ այլն։ Լավ է անում, այդպես է հակնվում, Պուտինն էլ դե ինչով է ինքը վատ, չէ՞, ինքը ուզում է։ Եվ երկրորդը որ զինադադար չի լինել։ Ես դառնում 99%-անոց համոզվածությամբ, որ այս փուլը Ռուսաստանը տապալելու է։ Եվ ամենացավալին Թրամփի համար, որ ինքը ոչ մի գործողություն ինքը ասել է, չէ՞, ով որ մեզ ոչ ասի, մենք ոչինչ չի կարողանալու անել Պուտինին։ Գիտեք ինչ, եթե այդ ոչը լիներ պարզապես Զելենսկու հետ զրուցեցին, հետո գնացին Պուտինի հետ զրուցեցին, դա մեկ ձևով կարելի է հասկանալ։ Բայց երբ որ ես հիշեցրեցի, չէ՞ որ մինչ Զելենսկու հետ բանակցությունները
երկարատև բանակցություններ են եղել Ռուսաստանի հետ, Այո. ճշտել են Ռուսաստանի Բացի դիրքորոշումը։ դրանից Զելենսկին նրանք պաշտոնապես համաձայնվել է արդեն։ Այո, նրանք ունեցել են ի սկզբանե Ռուսաստանի դիրքորոշումը, հետո նոր են բանակցել։ Ես դա անվանում եմ Այսօր Ռուսաստանի ոչը ինչ կնշանակի։ Մոլոտով-Ռիբենտրոպ 2, այն արդեն իրողություն է։ Մոլոտով-Ռիբենտրոպ 2-ը ոչ թե դեռ պիտի կնքվի, ինքը արդեն կնքված է։ Թրամփի ադմինիստրացիան եւ Պուտինի ադմինիստրացիան, այդ ամեն ինչ ինչ ես պատմում եի Եվրոպայի հետ կապված, բայց իրենք արդեն կնքել են։ Եվ հիմա ես համոզված եմ, իրենց երկուսին էլ տապալում է սպասում, որովհետեւ ամեն տեղ, որի ում վրա իրենք նայում են, ոչ թե ծնկի են ընկնում, ոչ թե լավ համատություններ չանեմ, կյանքեր փրկենք ռեժիմով են, նույնիսկ կանադացիներն ոդկա են ելնում, ասում են ոչ։ Գերմանացիները կարող էին ասել, եկա երկիր է, ամերիկյան զորքեր կա Գերմանիայի տարածքում, մեր միջուկային բանը իրենք են ապահովում, չէ, ապահովությունը, դե ուզում է այլ ընտրանքին տան, գնանք սաղս տանք այլ ընտրանքին, ինչ է եղել որ։ Եվ ես դա մասին խոսել եմ, սոցիոլոգիան ցույց է տալիս, որ երբ որ Մասկը կպավ այլ ընտրանքին եւ սկսեց իրենց աջակցել, եւ ընտրություններում արդյունքը, որ նայում ես այդ սոցիոլոգիան եւ արդյունքը, նույնն է։ Այսինքն միջև իր միանալ այդքան մարդ տար իրենց ձայն, իր այդքան ջանքերից շնորհիվ վերջում նույնքան քանակություն տվեց։ Այսինքն կանադացին, եվրոպացին, ավստրալիացին, չգիտեմ, բոլորը ասում են ոչ։ Ոչ, այդպես չի լինի։ Ձեր Մոլոտով-Ռիբենտրոպը մեր վրա չի անցնելու։ Մենք 39 թվի Լեհաստանը չենք, որ պայմանավորվեք կիսեք ձեր մեջ։ Եվրոպան խոճապի մեջ է, Եվրոպան տապալվում է, Եվրոպան ընկել է Միացյալ Նահանգների ատամի տակ։ Գիտեք, այս բաները, Տրամփի բոլոր պահանջները կատարվում են եւ այլն զիջեց։ Դա հարցականներով է ես դա նկատել եմ, դա եւ զավեշտալի է, բայց եւ ցավալի է, որովհետեւ դրանք մեր հայրենակիցներն են, ասենք մեր հետ փողոցում են ման գալիս, տրանսպորտ են մտնում եւ հոգեբանորեն adekvat մարդկանց կողքին մնալը մի քիչ մարդ իրեն ավելի ապահով է զգում, բայց իրենք կան եւ ասում են Նիդերլանդների հետ այդ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր եք գրել, ուրախանում եք, այնինչ Եվրոպան եւ նորից շարադրեմ այդ ամենը։ Հիմա ասեմ ինչ են իրանց իրենք Տրամփին նոր են սկսել սիրել, մի ամիս առաջ չէին սիրում Տրամփին կամ 3 ամիս առաջ կոնը չէին սիրում։ Առանց Ռուսաստան աշխարհը իրենք ի վիճակի չեն պատկերացնել։ Պարզապես ի վիճակի չեն։ Առանց Հայաստան կարող է որոշ դեպքեր։ Առանց Ռուսաստան չեն կարող։ Ռուսաստանը գնում է մարման։ Բոլոր օբյեկտիվ Դե ինչպես մարման, տեսեք, ռազմական համազգեստը, զինվորական համազգեստը հաշել է եւ Թրամփին ասում է ոչ։ Դե ես հիմա հասնում եմ այդ կետին։ Եվ Թրամփը դա այն փրկիչն է, երկնքից իջավ եւ իրենց եւ Ռուսաստանն է փրկում եւ Պուտինին է փրկում հնարավորություն տալիս ասել ոչ եւ փաստորեն եվրոպացիներին է ճնշում, իսկին ատում են, չէ, բաներն այդ արժեքները եւ այդ երկրներին եւ Թրամփը դարել է, ես նկատել եմ այն մարդիկ, որոնք Պուտինի համար կոկորդ էին ճղում, բոլորը Թրամփիստ են դարձել։ Բայց եթե ես չլինեի պատմաբան, ես ավելի կզարմանայի, բայց ես գիտեմ մի բան, որը շատ տարածված չէ, բայց իրողություն է, թե Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո կոմունիստները եվրոպական երկրների ինչպես էին Գերմանիայի համար կոկորդ ճղում եւ պաշտպանում Հիտլերին եւ պաշտպանում այդ պակտը, Հիտլերը դարել էր աշխատավոր ժողովրդի բարեկամ համարյա, եւ այլն, ըստ որում իրենց կողմնակիցներին ագիտացիային անում չդիմադրել Գերմանիային, որտեվ իրենց համար կարևորը աշխարհի կենտրոնը ոչ թե այն երկիրն է, որտեղ իրենք ապրում են, այլ Մոսկվան էր։ Հիմա դա տևեց մինչև 1941 թվականի հունիսի 22-ը։ Հետո գիտենք ինչ եղավ։ Բոլորը դառան պատրիոտ, բոլորը գնացին դիմադրության շարժում կոմունիստները, սկսեցին լուրջ պայքարել, զոհվել, բայց մինչև 41 թվականի հունիսի 22-ը այդպես չէր։ 41 թվականի հունիսի 22 պատկերացնում եք կրկնություն։
շատ դժվար է այդպեսի բաները կանխատեսել կամ չկանխատեսել, բայց այն որ այս կամ այն ձևով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, չգիտեմ, եթե նույնիսկ 2 տարի կյանք ունենա, ես կզարմանամ։ Ինչպես նաև այն մեկը ունեցա։ Թե ինչպես դա կավարտվի, ոչ մեկը չգիտի, բայց 2 տարի դա նույնիսկ ֆանտաստիկ, հիմա ավելի արագ է ժամանակը։ Բանը, ես Հիտլերը երևի կերազեր Թրամփի ակտիվությանը այդ 79 տարեկան մարդու, որը օրական 25 անգամ ինչ-որ հայտարարակ հայտարարություններ ալու եւ այլն փոփոխում է կարծիքը եղել են։ Այնպես որ շատ արագ է ամեն ինչ գնում։ Ես այս վերջինը նայեցի, ասենք Իռլանդիայի ղեկավարին են բերել Ամերիկայում, եթե չեմ սխալվում, 80-ից 100 միլիոն մարդ իռլանդական արմատներ ունի։ Այսինքն Իռլանդիան Ամերիկայի մայր երկիրն է, կարելի ասել, դու տեսնեք ինչ կատակներ անճաշակ եւ էլի ինչ որ դասեր տալ, էլի այն նույն կոլխոզնիկը, որը հարցրեց ինչու կոստյում չեք հագել, որ բերել են այդ այսպես կոչված լրագրողը, ասեց, բանը, մի հատ հարց տվեց, ես չեմ ուզում ասել, որովհետեւ կոնտեքստը պետք է բացատրեմ, թե ինչի է այդ հարցը տվել, ասեք հայտարարություն, սա ավելի վատ էր նայվում, քան Զելենսկուն, որովհետեւ կոնե ինտրիգ կար, կոնե բան կար, կռիվ կար, չլաչել։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Քաղաքական, այսպես ցունամի չասեմ, երկրաշարժի վիճակ է սկսվել, երկրցնցումները սկսվել են, թե հանգիստ, հանդարտ վերադասավորումներ են ընթանում։ Ցավոք լիդերների անձը ազդում է պատմական գործընթացների որակի վրա։ Ես չեմ ասում, որ պատմությունը կերտում են անհատները եւ այլն, մենք այդպես չեմ անցալում։ Թրամփի անձի առանձնահատկությունները, Պուտինի անձի առանձնահատկությունները, այն աշխարհի բոլոր այս նոր, եթե նոր բռնապետների տարիքային խումբը եթե նայեք, մոտորապես բան է, այստեղ պիկեր են, հա։ Հա, պիկե եւ հանդարտ ոչ մի բան չի լինել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։